Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանի հետ։ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եւ բարի երեկո։ Տիկին Զորաբյան, ընտրություններից առաջ Հայաստանը դիմել է Եվրամիությանը, որպեսզի գումարի տեսքով աջակցություն ստանա, իսկ նպատակն է իբրև ընտրությունները արտաքին միջամտությունից պաշտպանելու համար, այնտեղ խոսք է գնում ապատեղեկատվության դեմ պայքարի մասին, ինչպես նաեւ ռուսական պրոքսի ուժերի դեմ պայքարի նպատակով այս գումարը տրամադրվում, ընդհանուր կայակալասը շեշտում է, ինչպես Մոլդովայում, իսկ մենք Մոլդովայում գիտենք ինչպես են ընտրություններ անցկացվել, ու հենց այդ նույն նպատակով Հայաստանին օգնություն է տրամադրվում, որն է իրական նպատակը։ Այնինչ նախորդին տեղի ունեցավ Բրյուսելում, դա ազդարարումներ, որ Արևմուտքը ամեն ինչ անելու է ցանկացած գնով Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ապահովելու համար։ Դա խայտարակություն է, երբ որ ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Կայա Կալասը ազդարարում է, որ Հայաստանը դիմել է օգնության համար եւ ինչպես Մոլդովայի դեպքում իրենք օգնելու են Հայաստանին, իսկ մենք տեսանք, թե Մոլդովայի դեպքում ինչ եղավ, ուղղակիորեն քարտ բլանշ տվեցին Սանդուին տերոր բերթերը լցնել ընդդիմախոսներով, ընտրական փուլից ընդամենը ժամեր առաջ, քվեարկությունից ժամեր առաջ ընտրացուցակից հանել քաղաքական ուժերի։ Մի հատ ուզում եմ հարցնել, էլի այդ ռուսական պրոքսի ուժերը ովքեր են, կամ այդ ռուսական ազդեցության ընդդիմադիր լրատվամիջոցները ովքեր են, մենք հասկանում ենք, որ սա մի հատ մեծ բլեֆ է, մի հատ բառ են հորինել, հիբրիդային պատերազմ եւ դրա դեմ պայքարում ընտրական պրոցեսից առաջ փողա միլիոնավոր դոլարներ, որ ներարկելու են ՔՊ-ի օրգանիզմի տարբեր մասեր, հիշացնեմ մի բան էլ, հիշում եք, որ երբ որ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունները Վրաստանի վարչապետը բացահայտեց, որ 43 միլիոն դոլար այս Կայա Կալասների կողմից ներարկվել է վրացական ընդդիմության օրգանիզմի տարբեր ճյուղերի մեջ, երկրում անկայունություն, քաոս հրահրելու համար, որը մինչև հիմա չի դադարում։ Ինչ արվեց Բրյուսելում նախորդին, սա անոնսն էր, սա ազդարարումն էր, որ ցանկացած գնով, բերթերը ընդդիմախոսներով լցնելով, քաղաքական ուժեր չգրանցելով, ապահովվելու է, ամեն ինչ անելու է, Նիկոլի վերարտադրությունը ապահովելու։ Եթե այսպես ավելի պարզ խոսենք, այդ գումարը կարելի ասել, որ տրամադրվում է այստեղ կուսակցություններ փակելու, ընդհանուր լրատվամիջոցների դեմ գործողություններ Ես ուզում եմ հասկանալ, այդ նույն հիմքով ռուսական ֆինանսավորման հիմքով։ Ես ուզում եմ հասկանալ, ես կարծում եմ բավականաչափ տեղյակ եմ հայաստանյան լրատվամիջոցների այսպես ասենք, իրավիճակից, բացի Սպուտնիկ Արմենիայից, որը իմ գնահատմամբ իշխանության հանդեպ երևի թե ամենալոյալ լրատվամիջոցներից մեկն է, ես որևէ այլ ռուսական ֆինանսավորման լրատվամիջոց հականիկոլ ճամբարում չեմ տեսնում, մենք հասկանում ենք, չէ՞ որ մի հատ անուն պետք է ընտրեն, ինչ որ կերպ փող տալու ընտրական պրոցեսից առաջ այս իշխանությանը փող տալու համար հորինել են մի հատ հիբրիդային բառ են հորինել, սրանք սիրում են, չէ՞, տարբեր բառեր, նարատիվ, թրիգեր բան, հիբրիդային բառ են հորինել, որ իբր Ռուսաստանը պատրաստվում է եւ շարունակում է հիբրիդային պատերազմը, սա նպատակ ունի փակել լրատվամիջոցներ ընտրական պրոցեսից առաջ, ինչը մենք տեսնելու ենք։ Սա նպատակ ունի փակել կուսակցություններ, անունը դրել, որոնք առաջինը կլինեն թիրախում։ Ես միանշանակ վստահ եմ, որ հիմնականում թիրախում լինելու են այն կուսակցությունները, ովքեր ռեալ շանս ունեն խորհրդարան անցնելու։ Ես կրկնում եմ, հորինել են փող տալի Եվրոպական միությունը Հայաստանում Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմը կանխելու համար։ Եթե կա ռուսական ֆինանսավորման լրատվամիջոց Հայաստանում, դա Սպուտնիկ Արմենիան է, բացահայտ, որը ամենալոյալն է, կրկնում եմ, նեղանան, չնեղանան, ամենալոյալն է այս իշխանության հանդեպ, բայց խնդիրը մեկն է, ինչի համար է սա արվում, հիբրիդային պատերազմ, արտաքին ազդեցության գործակալներ սենց վախենալու անուններով, սա արվում է ընդամենը նրա համար, որ ընտրական պրոցեսի առաջ փակվեն բազմաթիվ լրատվականներ, ովքեր լայն աուդիտորիա ունեն, փակվեն բազմաթիվ կուսակցություններ, չզարմանաք, որ օրինակ քվեարկությունից մի քանի ժամ առաջ քվեաթերթիկից հանվեն այն կուսակցությունները, ովքեր
լուրջ ալտերնատիվ են այս իշխանությանը եւ սա ներկայացվի որպես մենք բացահայտել ենք արտաքին լծակներ, արտաքին ֆինանսավորում եւ պատահական չէր, որ մոտավորապես 1 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այո, մենք պետքա դեռ նայենք, դեռ տեսնենք արտաքին եւ թափանցիկ ֆինանսավորման, իսկ իր պրոքսի ուժերից մեկը Արամ Սարգսյանը հայտարարեց, որ պետքա չգրանցվեն այն կուսակցությունները, ովքեր արտաքին ֆինանսավորում են, սա խոսում է մի մարդ, մի ուժի ղեկավար, որը ամերիկյան դեսպանատնից դուրս չի գալի, օրվա բոլոր ժամերին ինքը ընդեղ է։ Տիկին Զոհրաբյան, լավ, որ ձեռքը ով է բռնելու այդ փուլում, երբ որ կուսակցություններ փակվեն, լրատվամիջոցներ, Ցավոք սրտի շատ փակուղային հարց եք տալիս, այո, շատ բարդ է այդ հարցին պատասխանելը, որովհետև ձեռքը կարող էր բռնել համախմբված ընդդիմությունը այս ամենի, որովհետև գիտեք, հեշտ է հայտարարել, որ դե բան սենց հասկանալի է, չէ, որ այս իշխանությունը ունի ֆուլ աջակցություն, լրջագույն աջակցություն արևմուտքից եւ ունի Ռուսաստանի լոյալությունը, սա եւ այս ամենի դեմ պայքարելը շատ դժվար է, մի տարբերակ կար այս ամենը կա առաջիկայում եւս այս ամենը կասեցնելու, եթե մենք ունենանք համազգային մեծ մոբիլիզացիա եւ այդ ժողովուրդը տեսնի, որ իրեն առաջնորդում է հավաքական ընդդիմությունը, առնվազն ընդդիմադիր հիմնական խոշոր ուժերը, ովքեր ունեն հանրային վստահություն, բայց ցավոք սրտի մենք չենք տեսնում, ընդհակառակը մենք տեսնում ենք ընդդիմադիր դաշտում շարունակվում է փոխադարձ sense մսեր պոկելը իրար ռագատկեքով կամ իրար տարբեր տրամաչափի, չգիտեմ, զինատեսակներով իրար խփելը, սա աբսուրդ է եւ քանի դեռ, այո, գիտեք ինձ օրինակ ես նաև մենք չենք կարողանում, ես պիտի անկեղծորեն ընդունենք, ես մի դեպք եղավ, որի մասին հիմա կխոսեմ, սա ինձ համար բացեց հերթական անգամ մենք թե մեր հասարակությունը ինչքան ադեկվատ չի, պատկերացնում եք զավեշտ նայում եմ քանի օրա, ինչ որ sense ճակատամարտերա, պատերազմերա, Թոքմաջյանի քանդակած Պարուր Սևակի արձանի դեմ, մարդիկ պատրաստվում են գնանք, քանդենք, ինչ որ մտավորականներ կոչեր են անում, նկարիչների միություն, ես չգիտեմ ինչեր, հասարակությունը միացել է սոցիալական ցանցերը տրակում է, երբ որ Զանգակատուն գյուղից մի քանի քայլ են կողմ, Տիգրանաշենը առաջիկայում հանձնվելու է, դա որևէ մեկին հանրային որևէ ընդվզում չի առաջացնում, հանրային ընդվզում առաջացնում է Թոքմաջյանի արձանը, մենք պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը ադեկվատ չի արձագանքում իրողություններին, հասկանում եք, մեր հայրենիքի մի հատված հանձնվելու է, ըստ կարևորության գուցե չի ընկալվում։ Բայց այդ եմ ասում, ճիշտ չի հասկանում առաջնահերթությունները, քո հայրենիքի մի հատվածը հանձնվելու է, դուք դա մոռացել եք, դրան ուշադրություն չեք դարձնում, անգել եք մի հատ արձանի հետևից, սա աբսուրդ է, սա իսկապես այնա ինչ որ ուզում է Նիկոլը ունենալ, ինքը ստացավ մի հասարակություն, մենք պետք է լինենք անկեղծ, այո, ես շատ ծանր խոստովանություն պիտի անեմ, Նիկոլը դարձավ են լակմուսի թուղթը, որը բացահայտեց, որ մեր գեներալիտետի մի մասը իրավունք չունեն ուսադիր կրելու, իրանք սենց իրանց ուսից պիտի պոկեն այդ ուսադիրը ծամեն, երբ որ գենշտաբը հերոսական հայտարարություն անում, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է Հայաստանին եւ 3 օր հետո գնում չեստեն տալիս, ես ասում եմ պոկեք ձեր ուսադիրները ու ծամեք, երբ որ ստեղծագործական միությունները վախեցած կուրկուրի ձակ դարձած լռում են, երբ որ մեր հոգեվորականության մեջ ամեն օր բացահայտում են տիրադավ հուդաներ, այո, Նիկոլը այդ լակմուսի թուղթը եղավ, ով ասեց, «Էս չեք դուք», բարձաջրեց, այո, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ այդ նույն խավերում, այդ սոցիալական այդ սեգմենտներում կան նաև արժանապատիվ մարդիկ եւ նրանց ձայնը մենք պիտի բերենք ընդդիմությունը, ցավոք սրտի մենք այսօր պիտի խոստովանենք, որ մենք չունենք էլիտա, մեր էլիտան այսօր հակա էլիտա է, մեր էլիտան այսօր անտի էլիտա է, որի համար շատ ավելի կարևոր է Զանգակատուն գյուղի դպրոցի դիմաց դրած Թոքմաջյանի քանդակած Անճոռնի Պարուր Սևակի արձանը, քան Զանգակատուն գյուղից մի
քայլեն կողմ առաջիկայում հանձնվող Տիգրանաշենը։ Սա հանրային հիվանդություն է, մեր հանրային օրգանիզմը հիվանդ է։ 5 օր է սոցիալական սա հարթակները պայթում է թոքմաջանի քանդակից, իսկ որ մի քանի օրից կամ 1 ամսից կամ 2 ամսից Զանգակատան գյուղի հարակից Տիգրանաշենը հանձնվելու է, դա որևէ մեկին չի հետաքրքրում։ Սա հանրային դիագնոզ է, մենք մինչև չկարողանանք մեր հանրային այս օրգանիզմի հիվանդությունը ախտորոշել, միջև չհասկանանք ինչ եղավ, որ մեր առաջնահերթությունները այսպես խառնվեցին, որ հերոսը դարձավ ոչ թե սահմանին կանգնած զինվորը, այլ դարձավ, ես չգիտեմ, որ կարևոր դարձավ ոչ թե հանձնվող հայրենիքի հատվածը, այլ մի հատ անճոռնի արձանը, որ պահից սկսված այդ առաջնահերթությունները փոխվեցին պատերազմից հետո 18 թվականից հետո, երբ մենք մեր հանրային հավաքական այսպես օրգանիզմը չդիմադրեց այդ դագաղներով շուրջպարին, երբ մենք ոչ միայն դա ընդունեցինք նորմալ, այլև այդ ամենի մեջ մտանք, այլև վախեցանք այդ դագաղներից եւ գնացինք քվեարկեցինք մի ուժի, մի մասը էйֆորիայի տակ, մի մասն էլ անկեղծորեն վախից։ Ես կրկնում եմ, մեր օրգանիզմը դիագնոզելու բան ունի, հասկանում եք, խնդիր ունի։ Սա աբսուրդ է, ես երեկ էլ ասեցի, մենք այն իրավիճակում ենք, մի հատ տխուր անեկդոտ կա, որը բացարձակ իրականություն է, հասկանում եք, մենք այս մասին պիտի կարողանանք բաց խոսել, մենք արդեն հասել ենք այն օրի, որ անեկդոտներն են մեր իրականությունը բնորոշում, ու մի հատ տխուր անեկդոտ է, որը տիպիկ մեր իրականության մասին է։ Թրամփը ասում է, Միացյալ Նահանգները ամենահզոր բանակը ունի, Նեթանյահուն ասում է, Իսրայելը ամենաժամանակակից զենքը ունի, Իրանի առաջնորդ հոգևոր Խոմեյնին ասում է Իրանը բալիստիկ հրթիռ ունի, ինչ ասում Նիկոլն ասում է մեր կաթողիկոսը երեխա ունի, սա տխուր է, այս անեկդոտը աբսուրդ է, բայց սա բնորոշում է մեր ոչ ադեկվատությունը, սա բնորոշում է, որ մենք երկիր ենք եւ որ մենք ունենք իշխանություն, որի համար առաջնահերթությունը ինչ որ մի քահանայի չգիտեմ, սեռական օրգանն է, բայց ոչ երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները։ Իսկ գուցե հենց հասարակության այս անտարբերության կամ այդ ոչ առաջնահերթության գնահատման հետևանքը նաև իշխանությունների վարքագիծը, եթե պահանջատեր լինեն, գուցե նման վարքագիծ Զորաբյան չլիներ։ Ընդդիմության նկատի հասարակությանը մենք եկեք չմեղադրենք, հասարակությունը ինքը իրան չի կարող կազմակերպվել։ Մենք չունենք, ես ասեցի, քաղաքական, հոգևոր, մշակութային, մտավորական էլիտա, մեր խնդրեմը սա է։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը զարհուրելի հայտարարություն արեց Գերմանիայում։ Արևմտյան Ադրբեջանը զուգահեռաբար փակենք Արևմտյան Ադրբեջան եւ Արցախ վերադարձի հարցը։ Այո, դա զարհուրելի հայտարարություն էր, որ արեց Նիկոլը դիմելով Ալիևին, ասեց զուգահեռաբար փակենք ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան եւ արցախցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ հարցը։ Սա զարհուրելի հայտարարություն է, որովհետեւ Արևմտյան Ադրբեջան իրավական որևէ տերմին, որևէ եզրույթ, միջազգային որևէ կառույցում այտենց ֆորմուլա գոյություն չունի եւ բերել գոյություն չունեցող Արևմտյան Ադրբեջանը համեմատել Լեռնային Ղարաբաղի միջազգայինորեն ճանաչված սուբյեկտի հետ, որի կարգավիճակի վերաբերյալ 30 տարի բանակցություններ վարվել են այնքան փայլուն, որ եթե չլիներ 18-ի դագաղների իշխանազավթումը, մենք ունենալու էինք բանակցային ընթացքի արդյունքում միջանկյալ կարգավիճակ իրավողջ սուբյեկտայնությամբ եւ հետո վերջնական կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեով բերել այդ երկու տարբեր սուբյեկտները գոյություն չունեցող Արևմտյան Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ դնել մի հարթության վրա, սա աբսուրդ է եւ ես ձեզ ասեմ, որ Ադրբեջանը շատ լավ կարճեց Նիկոլի այդ հայտարարությունից եւ հիմա մենք տեսնում ենք, որ միջազգային հարթակներում իրանք հղում են անում Նիկոլին, ասում են նույն Հայաստանի վարչապետը ընդունեց Արևմտյան Ադրբեջան խոսույթի եզրույթի լեգիտիմությունը։ Տիկին Զորաբյան, քանի որ խոսեցիք Արցախյան բանակցություններից, ես համար հասկանալ է ինչու հենց այս փուլում որքանով էր հայտ միտում անկեղծ, որ հրապարակվեց կառավարության էջում այդ 13
փաստաթղթերը։ Ի վերջո ով դրանից շահեց։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկացավ, որ մենք ունենք ապատիկ հասարակություն եւ այս հրապարակումը փաստաթղթերի, նախ Նիկոլը ասեմ, որ հրապարակել է փաստաթղթերը ընտրովի, վերջերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց իրական ճանապարհային քարտեզը բանակցային փաստաթղթերի ինչեր լինելու, ինչեր ենթադրում միջանկյալ կարգավիճակը, ինչեր լինելու վերջնական կարգավիճակը, երբ որ կարդում ես, հասկանում ես, որ եթե չլիներ 18-ի դագաղներով շուրջ պարը, մենք այսօր բանակցային այնպիսի փուլում էինք լինելու, որը եւ միջանկյալ կարգավիճակը լրջագույն սուբյեկտայնություն էր ապահովում Արցախի համար, այդ թվում ԵԱՀԿ-ում մասնակցություն։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, լավ, եթե այդքան լավ էր վիճակը, այդքան լավ տարբերակներ ունեք, լուծեք խնդիրը։ Խնդիրը լուծվում էր։ Մի հատ նայեք, թե այս կարգի կոնֆլիկտները քանի տասնյակ շատ երկար ավելի տասնյակ տարիներում են լուծվում։ Մենք հասկանում ենք, որ սա լրջագույն խնդիր էր եւ խնդիրը լուծվում էր եւ նույն Նիկոլ Փաշինյանն էր, չէ, ասում, Պուտինը ինձ ասել է, որ Ալիևը համակերպվել է այն մտքի հետ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջան։ Նույն Ալիևն էր ասում, որ փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նույն Ալիևը 3 ամիս առաջ ասեց միջազգային հանրություն, տեսակ դուք ինձ ստիպում եք ընդունել Արցախի անկախությունը, ասելով, որ այլընտրանք չկա այլևս, բայց ես ուժով այդ խնդիրը լուծեցի։ Բացեք երրորդ նախագահի այդ ամբողջ ճանապարհային քարտեզը ներկայացրած իր վերջի ուրեմն խոսքում, հա, տպագիր խոսքում մանրամասն ներկայացված է ինչ ալինելու։ Հիմա Նիկոլ հրապարակի այն որ ջոկողաբար կանձիցաների կամ սաղնարանի ոտի տակից հանելա եւ մեկնաբանում է նենց ոնց որ ուզում է, հանի հասկանում եք ինքը մեկնաբանում է միջանկյալ կարգավիճակ, հանրաքվեն, ինքնորոշման իրավունքը մեկնաբանում է Նիկոլ Ավարի։ Ուրեմն մի հատ Նիկոլի անվան բառարան, եկեք հրատարակենք, որտեղ ասենք ինքնորոշման կարգավիճակը ըստ Նիկոլի հավասար է ընդամենը կարգավիճակ Ադրբեջանի կազմում, հասկանում եք, չկա տենց բան ինքնորոշում, դա բացարձակապես այլ տերմին է, իսկ Նիկոլի տերմինոլոգիան, որով ինքը փորձում է մեկնաբանել ինքնորոշումը, դա ես չգիտեմ, դա նոր բառարանում, նոր տերմինոլոգիա եւ նոր բացատրական բառարան պետք է հնարենք ըստ Նիկոլի։ Այնտեղ նաև օրինակ ասում են, որ բացակայում էր, թե 19 թվականին ի վերջո ինչ առաջարկն է եղել Հայաստանի ինչ արձագանքել։ Այ ամենը կարելի է ասել, այսպես թիրախային էս մասը դա էր, որը բաց է թողնված։ Թե ինչ պատասխան է Հայաստանը տվել։ Մինչև հիմա մենք չստացանք 19 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը, այդ որ իրանք ասում են Լավրովի պլան, ասենք ԵԱՀԿ Մինսկի խմբում կա Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիա, դա չէր կարող լիներ Լավրովի պլան, դա 3 համանախագահ երկրների համատեղ պլանն է եղել, ներկայացվել է ապրիլին, ներկայացվել է հունիսին, ինչ ասես իրանք ասեցին, ոնց ասես փորձեցին մեկնաբանել, որ միջանկյալ կարգավիճակը մենք սխալ ենք հասկանում, ինքնորոշման իրավունքը մենք սխալ ենք հասկանում, ինքնորոշման իրավունքը Նիկոլը նենց մեկնաբանեց, որ թվում է մի հատ բառարան, ինչպես ասեցի, բերենք ինքնորոշում ըստ Նիկոլի, ինքը ասում էր այդ ինքնորոշումը, դա չի նշանակում ինքնորոշում միջազգային տերմինոլոգիայով, դա նշանակում էր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Բրավո, միջազգային տերմինաբաններ, գնացեք ձեր սաղ իմացածը գցեք ջուրը եւ չի ասում ամենակարևորը, բա ինչ եք պատասխանել այդ ձեր ասած Լավրովի պլանին, ինչ եք ասել։ Մերժվել է արդեն ակնհայտ չի։ Դե հիմա այո, մերժվել է եւ դա ինչի է բերել, մերժվել է եւ դա բերել է պատերազմի, դա բերել է այսպես ծփացող երաբլուրի, որ սենց երեկոյան քամի ալնում այդ հատվածով անցնում ես, մարմնիդ միջով անասելի սարսուր է անցնում, հասկանում եք, սա զարհուրելի է։ Շնորհակալ եմ Տեստիկին Զորաբյան զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակիցը Նաիրա Զորաբյանն էր։ Շնորհակալ եմ հետևելու համար։